մենք այս բոլորով հավաքվել ենք, մեր խնդրանքի, մեր բոլորիս կողմից հավաքվել ենք, ներկայացնում ենք մեր խնդիրը, բոլորը վարորդականից զրկված տարբեր պատճառներով քաղաքացիներ են, որը աշխատում են, այդ աշխատանքով ապահովում են իրենց ընտանիքները, որից մեկը ես եմ, աշխատում եմ, ապահովում եմ 4 երեխա ունեմ անչափահաս, ու բոլորս բարձրացնում ենք մեր խնդրանքը, մեր պարոն վարչապետին, որ մեզի լսող լինի, մեր խնդրանքը ընդունելի լինի, որ մարդ մի բաժակ խմիչքի պատճառով Դաժե վարելուց չի ելը մեքենան, որից մեկը ես եմ, մի բաժակ խմիչքով ալկոհոլի պատճառով կորցրել եմ իմ վարորդականը, բայց ես մեքենան վարելուց չեմ ելել։ Մեքենայի մեջ այնքան որ նստած եմ եղել ղեկին, մոտիկացել եմ ինձ խմացության ստուգում որպես այդ սարքը տվել են, ես այդ սարքին էլ համաձայն չեմ եղել, ասել եմ տարեք ինձ արյան անալիզ տվեք, քանի որ ես այդ չափաբաժինը կարող է գերազանցի։ Ես փչեմ ու զրկվեմ, ու հենց տենց էլ եղել է, որ ես չեմ համաձայնվել։ Կամ վարորդն է, որը բալային համակարգով է զրկվել վարորդականից, մարդը տաքսի վարելով հաճախորդին այց բեկ է տեղափոխելու երկրորդ շարք կանգնելու, որը տարեցկին է լինում, մի քիչ դժվարանում է նստելուց, այդ բալային նկարահանվել է, տուգանվել է, բալային համակարգից արդեն կորցրել է իր բալերը, ու այսօրվա դրությամբ մարդը չունի, վարորդական չունի, զրկվել է ու ընտանիք չի կարող պահել։ Գործը մտնում է դատարան, տուգանվում է 370,000 կամ 375,000, մարդը եթե չի աշխատում, ոնց կարա այդ գումարը վճարի, չի վճարում, վсё, արդեն դառնում է պոտենցիալ հացագործ, կալանավորում է հասնում, եւ որը կամ առաջարկում են այս տարբերակը, ասում են եթե դու չես կարող վճարես, գնա հանրային աշխատանք տա, որից մեկը ես եմ, ես ֆիզիկական լուրջ խնդիր ունեմ, առողջական չեմ կարող անել, ֆիզիկական աշխատանք ինձ չի թույլատրվում, քանի որ ես մի պոշկանի եմ, մի պոշկանի եմ, ծանրություն, ֆիզիկականը լրիվ խստիվ արգելված է, իմս մենակ վարորդականն է։ Հասկացա, բայց նախորդ անգամ եւս բարձրաձայնում էին խնդիրը, նախորդ անգամվա ինչ-որ արձագանք ունեք։ Արձագանքը սենց է, ում որ մենք դիմում ենք, ում որ խնդրանքի կարգով ներկայացնում ենք մեր պատճառը, մեզ պատասխանում են շատ հեշտ տարբերակ է, գնացեք քննություն տվեք, չէ որ մենք 18 տարեկան ժամանակում արդեն քննությունը տվել ենք, արդեն 22 տարի, որը մեկը ես, ստաժավոր վարորդ եմ։ Տարին լրացել է, մենք մեր տուժը կրել ենք, թող մի հատ X գումար որոշենք, կամ մի հատ խելացի ավելի լավ տարբերակ տան, քանի որ տուժը կրել ենք, կորցրել ենք, մի տարի չենք աշխատել, լավ, վարորդականից զրկվել ենք։ Թող ասեն, ձեզ տալիս ենք այս հնարավորությունը, գնացեք արյան անալիզ տվեք, դեն թող համոզվեն, կեթանք արյան անալիզ կտանք, թող համոզվեն, որ մենք ալկոգոլիկ չենք, եղի մեզանից, մարդ ենք, հիմա էլ է ինչ-որ առիթ, մի բաժակ խմիչքը պատճառ է դառել, որ այսօր մենք կորցրեցինք այդ վարորդը, մանավանդ, որ ղեկին նստած ժամանակ, բայց վարելուց չենք եղել։ Բայց ես ճիշտ հասկացի, շատերին է հենց ալկոհոլի պատճառով։ Մեծամասնությունը ալկոհոլը չի, մեծամասնությունը բալային համակարգից կորցրած խնդիրն է, բալերը վերջացել է մարդու, զրկվել է, չի իմացել, որ բալերը որը չի իմացել, զրկվել է վարորդականից այն պատճառով, որը կայնեցրել են եւ կասեցրել են։ Կասեցրել են, մարդը արդեն այդ տուգանվել է, 370,000 չի վճարել, մարդ ունենք ստեղ ներկայիս, որը որ տուգանվել է, չի վճարել, կալանավորում է տեսել։ Իսկ ինչով եք վստահ այսօր հնարավոր Հույս ունենք, քանի որ խնդրանքով մեր պարոն վարչապետին ենք դիմում, ինձ թվում է, որ չենք արհամարհում, համոզված ենք, որ մարդը բարեհամբույր կգտնվի, էլի կնայի այսքան ժողովուրդ անապահով վիճակում է այս պահին։ Հացի խնդիր է, այսի չենք աշխատում, մեր ընտանիքները չենք կարող ապահովենք։ Հասկացա, խնդրեմ ներկայանաք։ Սարգիս Պետրոսի Վիրաբյան։